Բարև ձեզ, ինձ թափեսի այս թողարկմանը դիտեք։ ԵԱՏՄ նիստը կայացավ, հայտարարություն փոխանցվեց Փաշինյանին, բայց պատժամիջոցները չչեղարկվեցին, հայ գյուղացին է տուժում։ Նիկոլ, հələ Մակրոնի կնգան հարցրա, իրանք այդ ֆուրերի պարունակությունը կուզեն առնել։ Ձայներ է մուրում Փաշինյանը, ցուցադրելով 7 երկրից գնված զինտեխնիկան։ 3 պատերազմ պարտված, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հատվածներ թշնամուն զիջած խեղ կատակը ռազմական շքերթ անցկացնում։ Նիկոլ Փաշինյանը վախենում է պարտությունից, Ռուբիոյի այցից հետո Թրամփն աջակցություն հայտնեց նրան։ Պատերազմի հրձիկ Թրամփը աջակցում է Թուրքի կոշիկ լիզող այն տղային։ Քննադատությունից հետո Միրզոյանը խմբագրեց գերիների մասին իր անհարգալից արտահայտությունը։ Ծնկլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ։ Ծաղիկներից եւ ելակից հետո Ռուսաստանը սահմանափակել է նաեւ մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը, պատճառաբանելով, թե միայն 2026 թվականին հայկական արտադրանքի հետ կապված արձանագրվել է 181 խախտում։ Ռուսական պատժամիջոցների եւ կոշտ հայտարարությունների ֆոնին, սակայն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին փորձում է սփոփել, հանգստացնել, թե վերընտրվելուց հետո իր կառավարությունը ռուս գործընկերների հետ հանգիստ առանց նյարդի, համբերատար կաշխատի եւ բոլոր խնդիրները կլուծի։ Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել եւ մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Իսկ եթե ԵԱՏՄ-ն դուրս գա Հայաստանից, բայց ոչ փաշինյանական ոճով, այսինքն միայն աղաղակող հայտարարություններով, ինչպես հապկի դեպքում եղավ, այլ տնտեսական սահմանափակումներից եւ սուր հայտարարություններից բացի կոշտ ընտրության առաջ կանգնեցնի եվրոպական ձգտումներ ունեցող Փաշինյանին։ Այս շաբաթ օրինակ Պուտինի մամուլի խոսնակն ուղիղ ասաց, եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, ապա գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական։ Ռուսաստանը էներգակիրների վստահելի մատակարար է, հատկապես գործընկերների համար, սակայն գազի Երևանի համար գրավիչ արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս զգուշացմանն անմիջապես հաջորդեց Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը ուղղված Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որում ըստ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, եթե Փաշինյանը շարունակի Եվրամիության անդամակցության գործընթացը, ապա ռուսական կողմը կչեղարկի գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը։ Ու մինչ պաշտոնական Երևանից կարձագանքեին ռուսական կողմի գազի գինը թանկացնելու սպառնալիքին, սոցցանցերում քննարկում էին, որ գազի գնի բարձրացումը մի շարք տնտեսական եւ սոցիալական հետևանքների կհանգեցնի։ Եթե գազի գինը մի քանի անգամ բարձրանա, դրա հետևանքով կթանկանա նաեւ տեղական ամբողջ արտադրանքը։ Իսկ հիմա մի պահ պատկերացրեք ամենավատ սցենարը։ Իրանի հետ սահմանը փակվում է ամերիկացիների ճնշմամբ, Լարսը Ռուսաստանի կողմից եւ Հայաստանը մնում է լիակատար շրջափակման մեջ։ Այդ դեպքում գոյատևելու միակ չակերտավոր տարբերակը դառնում է ամբողջությամբ հանձնվել թրքական աշխարհին, նույն աշխարհին, որտեղ ընդամենը 110 տարի առաջ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց։ Ռուսաստանին առանձնապես մեծ հարված չի լինի Հայաստանին էժան գնով գազ վաճառելը դադարեցնելը, իսկ Հայաստանի տնտեսության, արդյունաբերության, ռազմավարական ենթակառուցվածքների ու բոլոր տեսակի ենթակառուցվածքների համար դա կործանարար հետևանքներ է ունենալու։ Հրապարակում ֆրանսիական Բաստիոն եւ Ցեզար, Լարսի սահմանին 100-ից ավելի լրված հայկական ֆուր։ Նիկոլ, հələ Մակրոնի կնգան հարցրա, իրանք այդ ֆուրերի պարունակությունը կուզեն առնել, թե որ տխմարի մտքով անցել առանց ցամաքային ու ծովային ճանապարհի ԵՄ-ի հետ խաղեր տալ, Ռուսաստանի հետ թարսվել, մնում է միայն կռահել։ Վրաստանի օրինակը դաս չի եղել մեր դեբիլների համար։ Գազի գինը թանկացնելու Ռուսաստանի պաշտոնական զգուշացումից հետո քարոզարշավի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը չի պատրաստվում Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից եւ վստահեցրել էր, թե իր վերընտրվելուց հետո տագնապալի հայտարարությունները կչեզոքացվեն։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։
Փաշինյանը նեղսրտած ԵԱՏՄ անդամ Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի Հայաստաննում է պետք բացի մեզնից 2024-ին արված արտահայտությունից ասել էր, թե այդ հայտարարությունը պետք է քաղաքական հետևանք ունենար։ Իսկ քաղաքական հետևանքը ըստ Փաշինյանի այն է, որ Հայաստանն առանց այլընտրանքների չի մնալու։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի արևելքից արևմուտք։ Մենք ունենք ախալքալակ կարծ երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար։ Նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել։ Շուտով բացվելու է Թրիպը։ Մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում։ Մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով։ Սեփական գազ ունենալու Փաշինյանի խոսքը ծաղրուծանակի առիթ էր դարձել։ Մենք պետք է սկսենք հավաքել մեր սեփական բնական գազը։ Այո, այն ամենը, ինչ սովորաբար դուրս է գալիս մեր մարմնից, ահա թե ինչ է նշանակում իրականում էներգետիկ անկախություն։ Պատկերացրեք, թե ինչպես է դա աշխատելու։ Ամեն անգամ, երբ դուք ուտում եք լոբի կամ կաղամբ, դուք ոչ միայն սնվում եք, այլև նպաստում եք մեր երկրի էներգետիկ անվտանգությանը։ Այդքան ուտելուց հետո սեփական գազն ինչ է որ չունենան, գազի պահեստներն էլ կարող են լցնել։ Եվ տիեզերք ուղարկված Արբանյակը կնկարի, թե ինչպես են իրենց սեփական գազի խողովակներն անցնում Աջափնյակի մետրոյի մոտով, իսկ հարակից ավտոկայանատեղիում իրենց են սպասում սեպուհ ավտոմեքենաները, որոնցով իրենք գնում են Եվրոպա առանց վիզա։ Հա, ու այդ ժամանակ երկնքում մեր խաղաղությունը կապահովեն այն սուերը, դե այն էլ է, որ չէին կրակում։ Գժանոց։ Փորձագետների գնահատմամբ Փաշինյանը ցանկանում է Հայաստանը կախվածության մեջ դնել ադրբեջանական էներգակիրներից, ինչը նշանակում է, որ Երևանը Բաքվին քաղաքական ճնշման գործիք է տալիս։ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գործընկերների աչքերի մեջ նայելու հնարավորություն դեռ չի ունեցել, որ իր խոսքով չեզոքացնի տագնապալի հայտարարությունները եւ լուծի Հայաստանի դեմ պատժամիջոցների հարցը։ Քարոզարշավով պայմանավորված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ներկայացել էր փոխվարչապետը։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ուրբաթ օրը Աստանայում նայելով Մեհեր Գրիգորյանի աչքերի մեջ քննարկել էին այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հայաստանի հետ Փաշինյանի եվրոպական ձգտումներ ունենալու պատճառով։ Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի, այդ հարցով ԵԱՏՄ-ում հայտարարություն է ընդունվել, որը փոխանցվել է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին, բայց թե ինչ բովանդակություն ունի հայտարարությունը, առայժմ հայտնի չէ։ Գագաթնաժողովի բաց մասում Հայաստանի հասցեին հայտարարություններ չհնչեցին։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը նիստի ընթացքում վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում։ Мы неоднократно подтверждали приверженность Армении к взаимовыгодному сотрудничеству в рамках Евразийского экономического союза в интересах обеспечения экономической стабильности и устойчивости экономического развития наших стран и нашего региона в целом. Республика Армения намерена и далее добросовестно участвовать в работе Союза на основе взаимного уважения, равноправного партнерства и учета национальных интересов всех государств, членов ԵԱՏՄ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ գագաթնաժողովից մեկ օր առաջ մայիսի 28-ին Պուտինն ու Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, բայց առարկայական խոսակցություն չի եղել։ Մայիսի 28-ին առաջին հանրապետության օրը 2016 թվականից ի վեր առաջին անգամ զորահանդես անցկացվեց։ Փաշինյանը ընտրություններից բառացիորեն օրեր առաջ զինվորական շքերթ եւ զինտեխնիկայի ցուցադրություն էր կազմակերպել իր խոսքով բանակի ձեռքբերումները ցույց տալու համար, բայց քաղաքացիները համոզված էին, որ հանրապետության օրվա արդիվ կազմակերպված զորահանդեսը նախընտրական բնույթ է կրում։ Մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսով 3 պատերազմ բերած եւ բոլոր դեպքերում բացարձակ պարտություն կրած իշխանությունը նոր սպառազինություն ներկայացնելու պատրվակով փորձում է ցուցադրել ճակերտավոր հզոր բանակ կառուցելու իր ենթադրյալ հաջողությունը եւ այդ ամենը ընդամենը մեկ օրվա համար մի քանի լրացուցիչ քվե ապահովելու ակնկալիքով։
Հիմա ընտրություններ են մոտենում, իշխանությունը կրկին խանդավառված է, սաբերում, նատանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում, աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են հերթական պարտությունն արդարացնելու եւ հերթական զիջումները մատուցելու համար։ Ավելի քան 5 տարի որևէ մասշտաբային զորավարժություն չիրականացրած իշխանությունը այսօր իրականացնում է մասշտաբային զորահանդես։ Դա նույնն է, ինչ ոչ մի ընկերական խաղ չանցկացրած ֆուտբոլի հավաքականը հավակնի մեծ մրցաշարում բարձր արդյունքներ գրանցել միայն այն պատճառով, որ ունի միջազգային ստանդարտներին համապատասխան գնդակ, մարզակոշիկ եւ բուցիներ։ Զորահանդեսը կայացավ, Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց վերջին տարիներին 7 երկրից գնված զինտեխնիկան։ Բանակի ձեռքբերումները խրախուսելի է, բայց սոցցանցերում անընդունելի էին համարում, որ զորահանդեսն անցկացնում է Նիկոլ Փաշինյանը։ Բանակում չծառայած, Ղարաբաղյան առաջին պատերազմից թռած, ապրիլյան պատերազմի ժամանակ մայիսին 3-րդ գիծ գնացած, իր կառավարման 8 տարիների ընթացքում 3 պատերազմ պարտված, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հատվածներ թշնամուն զիջած խեղ կատակը ռազմական շքերթ անցկացնում, գոնե ինքը իրեն մի պատի տակ գնդակահարի։ Մեր հավանական բախումները թշնամու հետ քաղաքների փողոցում չի լինելու, մեր տեղանքն ու ռելիեֆն ինքնին թելադրում է այլ տեսակի զինտեխնիկայի արկայություն, որը ցավոք սրտի ես չտեսա։ Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ են նաև թրթուրավոր զինտեխնիկա։ Ես չտեսա տանկեր, չտեսա այլ թրթուրավոր զինտեխնիկա, որը կկարողանար հաղթահարել սարեր եւ ձորեր, ծմռանը եւ ամռանը կկարողանար հաղթահարել ցանկացած լեռնային հատված, ձոր, դաշտավայր կամ ձնառատ ու սառցառատ սարեր։ Այն ինչ ցուցադրվեց եւ այն ինչ ամրացված էր դրա վրա, դա բավականին մեծ խնդիրներ է առաջացնելու տեղաշարժի ժամանակ։ Չտեսա նաև այնպիսի զինատեսակներ, որոնք իրոք տարածաշրջանում սպառազինության բալանսն են փոխում կամ գոնե առնվազն պահպանում են այդ բալանսը։ Զորահանդեսի ժամանակ օտարերկրյա զինատեսակները ներկայացվեցին հայկական անուններով։ Օրինակ հնդկական ակաշը լուսան էր դարձել, ֆրանսիական Ցեզար հաուբիցները դարձել էին արամաստ, չինական ԱԹՍ-ն էլ վերածվել էր աղեղի։ Արտասահմանյան զինտեխնիկայի հայաֆիկացումը սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել։ Օտարերկրյա արտադրության զենքերը հայկական անվանումներով ներկայացնելուց հետո պարզ դարձավ, թե ով էր այն ներկած ավանակին որպես զեբրա հրամցնում։ Եթե Սեզարը արամաստ, ապա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը հայերենով այսուհետ գուցե կոչվի Սարգիս, իսկ Էյֆելյան աշտարակը Մերգելյան աշտարակ։ Երբևիցե լուսանկարվել եք Սարգիսի Մերգելյան աշտարակի ֆոնին։ Էֆեկտիվության մասին թող մասնագետները խոսան, բայց չինական CH4 ATS-ի անունը դներ աղեղ ու ներկայացնել հայկական հարվածային ATS նույնն է, որ BMW-ի վրից լոգոն հանես, տեղը սեպու մեկի լոգոն խփես, ասես արդեն ավտո ենք արտադրում։ Իդեպ, Պաշտպանության նախարարությունը փոխել է զինանշանը։ Զորահանդեսի ժամանակ զինված ուժերը ներկայացավ նոր զինանշանով, որում ավելացել է Հայաստանի քարտեզը։ Այն փոքր քարտեզը, որը Փաշինյանը ձեռքին շրջում է Հայաստանով մեկ եւ բաժանում քաղաքացիներին։ Ըստ ռազմական գերատեսչության 2001 թվականին հաստատված զինանշան ուներ մի շարք թերություններ, որոնք հակասում էին բանակի էությանը։ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է հզոր, հարուստ եւ շատ անվտանգ, եւ որ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ կիսում է իր տեսլականը Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի խաղաղության եւ բարգավաճման վերաբերյալ։ Միացյալ Նահանգների նախագահը Փաշինյանին սատարող հայտարարությունն արել էր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան այցից 2 օր անց։ Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելել էր Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր համաձայնագրեր մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կսկսեն միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի ուղու կառուցումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը եւ կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ստանալ կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Այս պատճառներով Նիկոլը ստանում է իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը,
Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կբարձրացնենք մինչեւ նախկինում չտեսնված բարձրունքներ։ Հայաստանը կրկին դարձնենք մեծ։ Թրամփի աջակցությունը Փաշինյանին դիտարկվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Սա իհարկե Հայաստանի ներքին գործերին միջամտության հերթական օրինակն է, որի մասին անշուշտ իշխանական եւ արևմտամոլ ռոպագանդիստները կլռեն, որովհետեւ հայտարարողը ոչ թե Պուտինն է, այլ Թրամփը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գրառումը, սակայն մեղմ ասած, հարաբերական է։ Նա գրառումն արել է Ռուբիոյի օդանավակայանային այցից հետո, կամ Երևանն է փոխանցել, որ շատ անհրաժեշտ է Թրամփի աջակցությունը, կամ Ռուբիոյի այցի ընթացքում Երևանը տվել է մի այնպիսի խոստում, որի դիմաց Թրամփը արել է իր գրառումը։ Հիմա արդեն անձամբ Պուտինն ու Մոջտաբա Խամենեին էլ լեգիտիմ իրավունք ունեն ուղղակի միջամտել հայաստանյան ընտրություններին։ Սրանք երկիրը դարձրին պռախադնոյ դվոր բոլորի համար եւ պրոքսի պատերազմների պոլիգոն։ Պատերազմի հրձիկ Թրամփը աջակցում է Թուրքի կոշիկ լիզող այն տղային։ Փաստորեն, մեր այսպես կոչված քաղաքասարակության համար շատ նորմալ է, երբ մեծ մերձավոր արևելքում պատերազմ հրահրող եւ տարածաշրջանը Իսրայելի տակը մտցնող Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը միջամտում է մեր ներքին գործերին եւ բացահայտ ուղղորդում է հանրությանը սպասվելիք ազգային ժողովի ընտրություններին քվեարկել դավաճան Նիկոլի օգտին։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է, ամերիկյան քաղաքականության մեջ սովորաբար ընդունված չէ այլ երկրի ներքին գործերին միջամտելը կամ այս կամ այն թեկնածուին աջակցելը։ Թրամփի Փաշինյանին սատարող հայտարարությունն ըստ նրա հետապնդում է ամերիկյան շահը։ Թրամփը բացեիբաց ասում է այն, ինչ ես ասում էի երեկ։ Այս ամենի նպատակը ըստ նրա ներկայացման Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է թրիպի միջոցով, ինչը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։ Թրամփի հայտարարությունը նշանակում է, Փաշինյանը մտահոգված է, որ չի վերարտադրվելու եւ ստիպված է եղել Սպիտակ տնից աջակցող հայտարարություն խնդրել, ինչի դիմաց Միացյալ Նահանգներին է հանձնել Հայաստանի ընդերքը։ Բայց սրա մասին մի քիչ ուշ այստեղ տեղին է հիշեցնել Վիկտոր Օրբանի, Հունգարիայի նախկին վարչապետի պարտությունը։ Միացյալ Նահանգները ընդամենը 2 ամիս առաջ աջակցում էր նաև Օրբանին, բայց այդ աջակցությունը չօգնեց, ոչ մի ազդեցություն չունեցավ, որ 16 տարի Հունգարիան կառավարած Վիկտոր Օրբանը վերընտրվի ապրիլին կայացած ընտրություններում։ Նույնը գուցե սպասվում է հենց Փաշինյանին։ Հիմա Միացյալ Նահանգներին հանձնած ընդերքի մասին։ Մայիսի 26-ին Երևան 1 ժամով այցելած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր էին ստորագրել։ Ինչն ըստ փորձագիտական շրջանակների նշանակում է, որ Երևանը ոչ մրցակցային արտոնություն է տալիս ամերիկացիներին Հայաստանում օգտակար հանածոների հազվագյուտ մետաղների հարցում։ Եթե մենք գտնում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող ինչ-որ մի օգտակար հանածոնակ ամերիկացիների, ամբողջ աշխարհով մեկ ընկած վոլֆրամ են ման գալիս, իդեպ կարող է իրանք մի օր էլ որոշեն Քաջարյանի կոմբինատը խլել ներկայիս սեփականատերերից, հանձնել ամերիկացիներին, որովհետև այնտեղ մի փոքր, բայց վոլֆրամի պաշարներ կան։ Հիմա տեսեք, ամերիկացիները այս ամեն ինչը ամրագրում են, Նիկոլ Փաշինյանն էլ այս ամեն ինչը հանձնել է ամերիկացիներին Դոնալդ Տրամփի ստատուսի դիմաց։ Մենք հասկացեք, հարգելի հեռուստադիտողներ, մարդը տեսնում է, որ ինքը էլեկտորալ խնդիր ունի եւ այդ էլեկտորալ խնդրի պատճառով ձեր սերունդների Արչև փակում է դռները օգտակար հանածոներից օգուտ ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Երևանի եւ Վաշինգտոնի միջև ստորագրվել էր նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն եւ թրիփի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ընդգծում է, Թրամփի վարչակազմը այս տարածաշրջանում ունի 2 հիմնական առաջնահերթություն՝ թրիփի կյանքի կոչումը եւ Իրանի նկատմամբ ճնշման մեծացումը։ Թրիփի նպատակը ըստ նրա Կենտրոնական Ասիայի էներգակիրների տարհանումն է դեպի Եվրոպա, Հարավային Կովկասի եւ Թուրքիայի միջոցով, շրջանցելով Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը։ Իրականում Չինաստանը ձգտում է եւ արդեն մասամբ հասել է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների նկատմամբ ազդեցության ամրապնդման։ Նրան անհրաժեշտ են դեպի Եվրոպա արտահանման հուսալի ուղիներ, որոնք կարող են իրականացվել նաեւ մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր հերթին ձգտում է դժվարություններ ստեղծել Չինաստանի համար սա
սահմանափակելով նրա արտահանման հնարավորությունները, կիրառելով տարբեր գործիքներ, պատժամիջոցներից մինչև սեփական տարածաշրջանային նախագծերի խթանում։ Այլ կերպ ասած, եթե Չինաստանը մեծապես վերահսկում է Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները մրցակցային տրամաբանությամբ փորձում է վերահսկել տարանցիկ հնարավոր միջանցքները դեպի Եվրոպա։ Կենտրոնական Ասիայից Եվրոպա արտահանման հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ Կասպից ծովով դեպի Ադրբեջան հասնելու դեպքում ռեսուրսների տեղափոխումը դեպի Թուրքիա պետք է անցներ Իրանի տարածքով կամ առավել երկար Վրաստանի, ինչը չէր բխում Վաշինգտոնի շահերից։ Թրիպի գործարկման դեպքում այդ միջանցքը ապահովում է Հայաստանի տարածքով, շրջանցելով Իրանին, միաժամանակ շրջանցելով Ռուսաստանին եւ ստեղծելով լրացուցիչ բարդություններ Չինաստանի համար, սահմանափակելով այլընտրանքային լոգիստիկ ուղիների հասանելիությունը։ Ըստ միջազգայնագետի Փաշինյանը խոչընդոտներ չի ստեղծել Միացյալ Նահանգների համար գլոբալ այս մրցակցության պայմաններում եւ Թրամփը Հարավային Կովկասում առաջ է մղել ամերիկյան շահերը եւ դրա դիմաց Փաշինյանին հայտնել իր աջակցությունը։ Իսկ Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Միացյալ Նահանգները շտապում է, քանի որ հասկանում է Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր է փոփոխություններ լինեն։ Ակնհայտ է, որ ստորագրված փաստաթղթերը նպաստում են Հայաստանում ամերիկյան աշխարհաքաղաքական ներկայության իրավաքաղաքական հիմքերի ամրապնդմանը։ Եթե դա այդպես է, իսկ դա իրոք այդպես է, ապա պետք է ենթադրել, որ նախընտրական տրամադրությունների իրական պատկերի վերլուծությունը ամերիկյան հատուկ ծառայություններին բերել է այն եզրակացության, որ առաջիկա ընտրություններում իշխանության վերարտադրվելու շանսերը շատ վիճահարույց են, եւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանից սպասելիքներ ունի տարածաշրջանում իր որդեգրած քաղաքականությունը անշրջելի դարձնելու առումով, ապա պետք է շտապել եւ այդ նպատակով ստեղծել հավելյալ իրավական կռվաններ, որոնք կարող են օգտագործվել առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորված նոր իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելու համար։ Ուստի Մարկո Ռուբիոյի 50 րոպեանոց կանգառը Հայաստանում ոչ այնքան նպատակ ուներ աջակցել իշխանությանը, որքան փաստեց այն իրողությունը, որ նույնիսկ ամերիկացիներն են համոզված, որ գործող իշխանությունը առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու նվազ շանսեր ունի։ Ներքաղաքական կյանքում փոփոխություններ կլինեն թե ոչ, հունիսի 8-ին պարզ կլինի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բաքվում պատանդարված հայ գերիների վերաբերյալ լրագրողի հարցին օրեր առաջ Գյումրիում քարոզարշավի ժամանակ այսպես էր արձագանքել. Պարոն Միրզոյան, գերիների հարցը Լրագրողը փորձել էր իմանալ, արդյոք նա Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը բարձրացնելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը, որը մեկ օր անց պետք է տեղի ունենար Երևանում։ Բայց լրագրողը նույնիսկ չէր հասցրել շարունակել հարցը եւ արտգործնախարարն ընդհատել էր նրան այդ արտահայտությունն անելով։ Սոցցանցերում Արարատ Միրզոյանի գերիների վերաբերյալ այդ խնդրահարույց արտահայտությունը հանրային դժգոհություն էր հարուցել։ Արա դու ամոթ չես անում, Ռուբեն Վարդանյանի ձեռից բարիս բուն իմաստով հաց ես կերել։ Այսօր էլ այդ մարդու ծնունդն է։ Լավ, այդքան անշնորհակալ ոնց կարելի է լինել։ Գոնե կանգնի մի հերթական սուտ ասա։ Ծնգլ անելը ո՞րն է։ Այս երկրում եթե մեկը կա, ով մեզ բոլորիս միջև կոկորտը ծնգլ է արել, դա միայն ու միայն դուք ու ձեր ամբողջ թիմն է, հանձին ձեր նախկին, բայց միշտ ներկա լրագրող վարչապետի։ Մեր բոլոր գերիները վերադառնալու են, իսկ Արարատը պատմության մեջ մնալու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը։ Դե քանի որ այդ լեզուն եք հասկանում, ասեմ, որ շատ վաղուց դուք ձեր այդ խմբակով ծնգլ եք արել շատ շատերիս։ Ձեր դիլետանտությամբ, ձեր ստելով, ձեր ագահությամբ, ձեր բերած աղետներով։ Բոլոր խոսողների բերանը փակելը կամ ընդհանրապես փակելը ձեր հոգեվարքային ցնցումների ապացույցն է։ Դուք գնալու եք, հունիսին թե հուլիսին մեկ է գնալու եք, որովհետև ծնգլահան եք արել։ Բարձրացված աղմուկից հետո մեկ այլ լրագրող Արարատ Միրզոյանին խնդրել էր մեկնաբանել իր այդ արտահայտությունը։ Ի պատասխան Միրզոյանն արդարացել էր, թե իրեն լրագրողները միջև այդ մի քանի այլ հարց էին տվել, որին ինքը չէր ցանկացել պատասխանել։ Ու երբ շարունակել էր ճանապարհը, լրագրողը հարցրել էր նաև գերիների մասին։ Եվս Միրզոյանի ինքը չէր լսել, որ այդ հարցը գերիներին է վերաբերում։ Հանրավակի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում, բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում, որևէ մեկը կարա մտածի, որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք, ասենք
չգիտեմ, չափազանց շահագրգիռ է պետք լինել իրականություն լրիվ հակառակ ներկայացնելու մեջ, որպեսզի այդպես մատուցվի։ Նույնիսկ չգիտեմ, մամուլի ներկայացուցիչներն են, դուք եւ ձեր գործընկերն եք տենց ներկայացրել, թե հետո ինչ որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ այդպես է մանիպուլացվում, բայց բնականաբար եւ չէր էլ կարող հակառակը լինել, բնականաբար ծնգլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ եւ ոչ թե հենց այն հարցին, որը ասում եք։ Իդեպ, այս շաբաթ իր ծննդյան օրը մայիսի 25-ին Բաքվի բանտից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների միջոցով ուղերձ էր փոխանցել, նշելով, որ գերիների հարցը որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից եւ պարտություն կրած գլխավոր հրամանատարը, այսինքն Փաշինյանը, ոչինչ չի անում, որպեսզի այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց թիկունքին պետություն է կանգնած։ Ինձ թափվեցի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, շնորհակալություն։